Բարև ձեզ սիրելի գործընկերներ, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր հրավերը եւ այսօր ներկա եք այստեղ։ Այսօրվանից նախընտրական շտաբի ձևաչափում գործելու է մամուլի կենտրոն, որը ոչ միայն օպերատիվ ուղիղ կապի հնարավորություն է ընձեռելու մեր քաղաքական թիմի անդամներին անընդհատ տեղեկատվություն տրամադրել զանգվածային լրատվության միջոցներին, այնպես էլ աշխատանքային բարենպաստ պայմաններ է ստեղծում լրատվամիջոցների մեր գործընկերների համար, որպեսզի ցանկության եւ հետաքրքրության պարագայում կարողանան մեր հիմնական բանախոսների, մեր քաղաքական թիմի անդամների հետ այստեղ տեղում հարցազրույցներ անցկացնել։ Այս մասով մենք ունենք հստակ որոշում լինել թափանցիկ, բաց աշխատանքի առումով 24/7 ռեժիմով հասանելի, որպեսզի անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրենք հատկապես պատասխանատու այս ժամանակաշրջանում լրատվամիջոցների մեր գործընկերներին, որոնց միջոցով էլ այդ տեղեկատվությունը բնականաբար հասանելի կլինի մեր բոլոր հայրենակիցներին։ Ուզում եմ բոլորին տեղեկացնել լրատվամիջոցների հարգելի գործընկերներ ձեզ եւ մեր հայրենակիցներին, որ այսօր արդեն ավարտին է հասցվել Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրի կազմման աշխատանքները եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը մասնակցում է Առաջարկ Հայաստանին ծրագրով։ Առաջարկ Հայաստանին ծրագիրը մեկ օրում կամ մեկ ամսում գրված ծրագիր չէ եւ մենք ունեինք սկզբունքային դիրքորոշում Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ դեռևս ամիսներ առաջ կայացված սկզբունքային դիրքորոշում, որ փոխելու ենք մոդելը եւ մոտեցումը ընդհանրապես նախընտրական ծրագրերի կազմման։ Այս դեպքում մենք առաջնորդվել ենք ոչ թե վերևից ներքև սկզբունքով, այլ ներքևից վերև սկզբունքով։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ամիսներ շարունակ մենք մեր գրասենյակը, Առաջարկ Հայաստանինի գրասենյակը եւ հետո նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության քաղաքական թիմը ստացել են հազարավոր առաջարկներ մեր հայրենակիցներից, տարբեր ոլորտների ներկայացուցիչներից, տարբեր մարզերից, մայրաքաղաք Երևանից, Գյումրիից եւ ամիսներ շարունակ այդ ծրագրերը, առաջարկները հավաքագրվել են, այնուհետեւ ոլորտի ամենահեղինակավոր ներկայացուցիչներից կազմված առանձին մասնագիտական խմբերը դրանք գույքագրել են, տարանջատել են եւ որի հենքի վրա կազմվել է Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագիրը։ Մենք հանդես ենք գալու հիմնական 10 առաջարկներով, որոնք ներկայացնելու ենք մեր ընտրողներին, դրանցից յուրաքանչյուրը բնականաբար ունի շատ ծավալուն բացվածք եւ այս ամիսների ընթացքում նաեւ թեմատիկ առանձին բուկլետներով եւ առանձին հրապարակումներով ներկայացվել են այդ հիմնական ուղղությունները։ Դրա նախընտրական ծրագիրը բնականաբար հասանելի լինելու է բոլորին եւ նրանք բոլորը կարող են ծանոթանալ մեր առաջարկներին։ Բնական է, որ մեր հիմնական եւ սկզբունքային շեշտադրումը դա երաշխավորված խաղաղության թեզն է, հավասարակշռված արտաքին քաղաքականության թեզն է եւ դրա ապահովման մոդելներն ու մեխանիզմները ամբողջությամբ ներկայացված են։ Հասկանալի է, որ ցանկացած նախընտրական քարոզարշավ եւ ցանկացած նախընտրական ծրագիր յուրօրինակ պոպուլիզմի մրցավազքի է վերածվում, սա հասկանալի է բոլորի համար, սակայն ես վստահեցնում եմ, որ մեր նախընտրական ծրագրում ներառված բոլոր առաջարկները ունեն բոլոր հիմնավորված տնտեսագիտական հաշվարկները, թե մենք ինչպես ենք պատկերացնում եւ ինչպես ենք տեսնում ցանկացած հարցի լուծում։ Եթե մենք խոսում ենք թոշակի բարձրացումից կամ նվազագույն աշխատավարձի բարձրացումից, բնականաբար ներկայացված են բոլոր տնտեսագիտական հաշվարկները։ Եթե մենք խոսում ենք հասանելի եւ մատչելի առողջապահությունից կամ անվճար կրթությունից, բնականաբար մենք ունենք լուծման բոլոր նախանշած տարբերակները։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում բոլորը հնարավորություն կունենան ամենայն մանրամասնությամբ ծանոթանալու նախընտրական ծրագրին, անելու իրենց հետևությունները եւ հունիսի 7-ին կայացնելու որոշում, թե ում են վստահում եւ ում են տալու իրենց վստահության քվեն, որով որ ձևավորվելու է առաջիկա տարիների որոշվելու է առաջիկա տարիների մեր պետության եւ ուզում եմ շեշտել պետականության ճակատագիրը։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում է երաշխավորված խաղաղություն Բարգավաճ Հայաստան կարգախոսով։ Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրում ընդգրկված են 107
տեխնացուներ, որոնցից 3-ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Առաջիկա օրերին եւ առաջիկա 1 ամսվա ընթացքում կարծում եմ մեր ամենօրյա կապի միջոցով մեզանից յուրաքանչյուրը նաեւ ձեր հետ հարց ու պատասխանի միջոցով հնարավորություն կունենա ներկայացնելու նախընտրական ծրագրի բոլոր թեզերը։ Այս պահին ես շատ չեմ ուզում խոսել թեզերի առանձին շեշտադրումների մասին, սակայն եթե լինեն հարցեր, բնականաբար սիրով դրանց կպատասխանենք ես եւ մեր բոլոր ընկերները։ Այս պահին ուզում եմ խոսքը սիրով փոխանցել իմ գործընկերներից Արա Այվազյանին, ով կներկայացնի նախընտրական ծրագրի հիմնական դրույթներից մի քանիսը։